Բարև ձեզ։ Նիկոլը վերընտրվելու է եւ վերընտրվել է արդեն վարչապետ։ Այդ Ռուսաստանից եկածները կամ եսի մոտ ինչ է։ Ես քաղաքացի չեմ, ես չեմ ընտրել ոչ ոքի, բայց ես տեսել եմ նրա աշխատանքները։ Իսկ դուք փախածներ Ռուսաստանից որ եկել եք ընտրելու ու թարին գնալ։ Ռեսուրսակիր եք, մեր տարբերությունը դա է։ Դուք ռեսուրսների ետևից եք ասում, շահամոլ եք։ Ձեզանից, որ Ռուսաստանից եկել եք ընտրեք ձեր Կարապետյանին կամ Քոչարյանին, ձեզանից հիմա քանիսն է եռաբլուր այցելել, զոհված զինվորի Շիրինի ծաղիկ գրել, ինքները ձեր խեղճի առաջադրանա, ձեր հոգու է նստեք զրուցել, խոսացեք։ Հայաստանը հիմա աշխատուժի պակաս ունի, որ Նիկոլը սաղի փագիստ է աշխատացնի որպես կոպա։ Ինքը ձեր աշխատավարձը վճարելու է, հաստատ վստահ եղեք։ Ու շատ ճիշտ կանի, որ փագի չթողի ոչ մեկը գնա։ Ուղղակի այստեղ մի հատ բան կա էլի, դուք ամաչում եք, դուք վախենում եք մեր տեղացիներից, դուք տեղացի չեք, դուք Պուտինի որ լվացող եք։ Դուք ամաչում եք ու վախենում եք Հայաստանի հայերից, էտեկացները։ Այդ տարբերությունը դա է, որովհետև դուք շահի հետևից եք եկել։ Նիկոլը առանց ընտրակաշառքի ժողովրդի կողմից ընտրվեց։ Իսկ դուք մատվոր եղաք։ 100,000, 200,000 լսել եմ ընտրակաշառք եք բաժանել, ամոթ չի արա։ Ձեր ձայնը այդքան ժես քանի տարի է դուք փորձում եք ձեր ձայնը, ձեր երեխեքի ապագան վաճառել։ Չեք ամաչում արա։ Հայ զինվորի կողքին գայ կանգնեի։ Ծուղակի մեջ ես ընկել եմ, չեմ լքել։ Լքված ժամկետային զինծառայողին ես չեմ լքել։ Իմ ընկերներս գիտեն։ Մինչև հիմա էլ ես իրանց հետ ընկերություն եմ անում։ Իսկ դուք մեր կողքը չեք եղել, արա։ Դուք Ռուսաստանում հա ուղղար նասկ եք ուղարկել, եկել է հասել է։ Ռուսը չթողեց ուազիկները ձեր գա Վրաստանի սահմանով անցնի, որ վիրավորներին տարահանել։ Փորձեց վրացու հետ էլ մեզ ընթարել։ Դուք եկել եք հիմա ստեղ ուզում եք ռուս բալետ անել, չի ստացվի։ Աշխարհը հային ճանաչում է, ես հայ եմ։ Ռուսացած չեմ, ոչ էլ թուրքացած եմ։ Իսկ ձեզի եթե դենկա անեն, կարող է ձեզ 10%, 5%-ը հայկական դենկա չլինի ձեր մեջ։ Հայ եղեք, հայ եթե ծնվել եք ճանաչում եք ձեզ հայ էլ ձեզ պահեք, հայավարի ապրեք։ Հասկացաք, ձեր ցավ ուզում եմ ասեմ տանեմ, բայց չեմ տանի, դուք ձեր ցավով տապակվեք։ Բարին ձեզ, Նիկոլը վարչապետ է։